շատ լավ մտահղացում է եղել քաղաքապետի մոտ, քաղաքապետը այս տարվա նոր տարվա այսպես ձմեռ պապի նվերներ էր ուղարկել իր գոլեգաներին, տարբեր կազմակերպություններին, դրանք մշտադալար արծաթափայլ եղևններ, որոնք աճեցվել են հենց քաղաքապետարանի կողմից, մեր կողմից։ Նպատակը նա էր, որ տնկիր քո բաժին եղևնին, քո բաժին ծառը Երևան քաղաքում եւ նաեւ բացիկի մեջ նշված էր, որ այն անձինք, ովքեր չեն գտնի հարմար տեղ տնկելու եղևնին, կարող են այսօր ժամը 11-ին լինել այս վայրում իրականացնելու այդ եղևնու տունկը եւ շատ գեղեցիկ բան է ստացվում, որովհետեւ մեզ համար Երևանցու համար, Երևան քաղաքի համար տարբերություն չկա, թե այդ ծառերը, եղևնիները որտեղ կտնկեն, ով որտեղ ցանկացել տնկել է, կարծում եմ մեկը իր տան բակում, մյուսը իրենց շենքերի բակում, մյուսը միգուցե իրենց հարող որևիցե տարածքում եւ ահա ոմանք էլ նպատակահարմար էին գտել նշված ժամին լինել այստեղ Օղակաձև զբոսայգում իրականացնելու այդ եղևնիների տունկը։ Ես կուզենամ, որ այս միջոցառումը պարբերաբար լինի, դառնա որպես ավանդույթ նոր տարվա միջոցառումների հետ կապված այս գեղեցիկ նվերների սիմվոլիկ փոխանակումը վերածվեց մի շատ գեղեցիկ օգտակար բանի եւ Երևան քաղաքում 100-ից ավելի եղևնիներ տնկվեցին։ Անցած տարվանից հետո արդեն ավանդույթ է դառել մեր կազմակերպությունում տարին սկսել ձմեռային տունկով։ Ձմեռային տունկը անցած տարի շատ լավ արդյունք է տվել եւ մենք որդեգրել ենք այս գործընթացը։ Ինձ շատ հարցնում են, թե ինչպես կարելի է ձմռանը ծառ տնկել, ուզում եմ հանգստացնել մեր քաղաքացիներին, որ մշտադալար ասեղնատերև տեսակների լավագույն տունկի ժամանակը դա ձմռան ամիսներն են, հատկապես եթե կա ձյունածածկ կամ ձյուն է գալիս, մինչև մինուս 15-16 աստիճանում այս տունկը գերազանց արդյունք է տալիս։ Այս պահին տնկվում են եղևնիներ, արծաթափայլ եւ սովորական։ Ես կուզենայի, որպեսզի մյուս քաղաքների քաղաքապետերն էլ ուշադրություն դարձնեին այս գործընթացին եւ եթե պետք է տնկվեն իրենց մոտ ասեղնատերև տեսակներ, այսինքն եթե պլանավորված է այդ աշխատանքը, կարող են օգտագործել մայրաքաղաքի փորձը, քանի որ լավագույն արդյունք ենք ստացել ձմռան տունկում։